Մինչև տարեվերջ նոր հաջողություններ են գրանցելու առաջնագծում ռուսական զորքերը, վստահ է Վլադիմիր Պուտինը։ Կուպյանսկը իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին է Ռուսաստանի ղեկավարը բավականին երկար խոսում տարեվերջյան մեծ ասուլիսում։ Ըստ նրա, հիմա մեկ այլ կարևոր խնդիր է դրված զորքի առաջ՝ պարտության մատնել Օսկոլ գետի ձախ ափին գտնվող ուկրաինական անձնակազմին և վերցնել Կուպյանսկ-Ուզլովայա կայարանը։ 15 գումարտակ շրջափակման մեջ է, բայց զենքերը վայր դնելու հրաման չունեն։ Տաղանդավոր դերասան է Պուտինն անվանել իր ուկրաինացի գործընկերոջը մեկ շաբաթ առաջ Կուպյանսկի մուտքի ցուցանակի ֆոնին նկարվելու համար։ Նա Զելենսկիին առաջարկել է նկարահանվելու փոխարեն մտնել Կուպյանսկ։ Նա դերասան է, այն էլ տաղանդավոր դերասան։ Սա ասում եմ առանց որևէ հեգնանքի։ Մենք դա գիտենք նրա հին ֆիլմերից, անսովոր բան չկա։ Ցուցանակը գտնվում է քաղաքից մոտ 1 կիլոմետր հեռու։ Այդ դեպքում ինչու եք կանգնել շեմին, մտեք ներս։ Եթե Կուպյանսկը ձեր վերահսկողության տակ է։ Կրեմլում դեռևս չեն տեսնում Ուկրաինայի խաղաղության պատրաստակամությունը, սակայն երկխոսություն սկսելու պատրաստակամության որոշ ազդակներ կան, Կիևից հայտարարել է Պուտինը։ Եկող տարի առանց հակամարտության խաղաղության մեջ ապրելու ցանկություն է հայտնել Ռուսաստանի նախագահը։ Շատ կցանկանայինք հաջորդ տարի ապրել խաղաղության մեջ, առանց որևէ ռազմական հակամարտությունների։ Մենք ձգտում ենք բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Պուտինի կարծիքով գնդակը հիմա Ուկրաինայի դաշտում է։ Էդգար Ղուշչյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։